Իրանի շուրջ անորոշությունը խտանում է։ Թեմայի շուրջ կզրուցենք միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասում է, բանակցությունների շարունակումը կախված է Միացյալ Նահանգների մտադրությունների լրջության գնահատումից։ Եթե դուրս գանք դիվանագիտական ձևակերպումից, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ստապության կոչ է հղվում Միացյալ Նահանգների կողմին, որը որ ավելի շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, ուլտիմատային, ոչ թե soft power-ը կիրառում, ինչպես քաղաքականության մեջ նման դեպքերում կիրառվում է, հետո նոր ուժի կիրառելիության դեմոնստրացիա է լինում։ Եվ այս դեպքում համենայն դեպս իրանական կողմը ավելի սթափ, ավելի կշռադատված քաղաքականության կողմնակից է։ Հետևաբար նաև Արաղչի խոսքերը, եթե դուք հղում եք անում, վերջի իրադարձություններից ելնելով, ասեմ, որ Արաղչին նաև ասել է, որ բացառապես Իրանի մենաշնորհն է եւ Իրանի իրավունքն է կոնկրետ ուրանի հարստացման հետ կապված եւ միջուկային ծրագրերի ուրեմն գործարկումը եւ որից է կերպ դա որպես սպառնալիք չպետք է հնչի Իրանի շուրջ։ Դա ընդհուպ մինչեւ եթե դա բերի պատերազմի։ Արաղչին հայտարարում է, որ դասեր է քաղել նախորդ պատերազմից եւ բանակցություններից։ Այսինքն ինչ դասերի մասին է խոսքը։ Դե տեսեք, եթե Թրամփը ասում է թող Իրանը դասեր քաղի Վենեսուելայի դեպքերից ու ամբողջ ռազմական ավիատորմը Արմադան տանում է Պարսից ծոց, գիտեք, Աբրահամ Լինքոլն ավիակիրը իր ամբողջ հարվածային խմբով այնտեղ է, ընդ որում ասեմ, վերջի րոպեների տվյալներ ձեզ ասեմ, B-52 Strato Fortress կոչվող ռմպակիրներն են արդեն տարածաշրջանում կատարում են եւ դա նաեւ վերստին ցույց է տալիս, որ ամեն պահի կարող է ռազմական ուժի կիրառում տեսնենք եւ այստեղ խոսում ենք նրա մասին, որ այո, ցանկացած պահի կարող է այդուհանդերձ դիվանագիտական բառամթերքը ավարտվի, մեղադրանքները ավարտեն, հետեւաբար ձեր տրամաբանության մեջ ասածը հետեւյալն է։ Ամերիկյան կողմը պատրաստ են պատերազմի, դա է ուզում ասել։ Իրանական կողմը ասում է, որ ցանկացած հարվածի դեպքում կլինի հագահարված, ընդ որում հստակ նշում է ցուցիչներով որտեղ է խփելու, հա, տվյալ դեպքում տարածաշրջանի բոլոր անխտիր բոլոր ռազմական բազաներին։ Դե իր ամերիկյան կողմն է ուլտիմատումային բառամթերքով ասում է օր առաջ, ինչպես որ մի քանի օր առաջ 24 ժամ էր տրամադրվում, որպեսզի զերծ պահեն իրենց allևս միջուկային ծրագրեր իրականացնելուց, հիմա նույն բառամթերքով են հանդես գալիս։ Իրանական կողմը չի ընդգրկում փաստացի։ Այսինքն իրանական կողմը կարծում եք ունի ներուժ տարածաշրջանի ամերիկյան բոլոր ներկայացուցչություններին խփելու համար, թե պարզապես սպառնալիք է։ Տեսեք, սպառնալիքին իդեմը սպառնալիք է ինքը հնչեցնում դա, այսինքն առաջի քայլի ինքը չի գնա, բայց համենայն դեպս ես կարծում եմ, որ ժողովրդական լեզվով ասած դա պարզ չի, եթե հանգարց Իրանի սահմանների մեջ որևիցե հարված լինի առավել ևս միջուկային օբյեկտներին, ես ավելի քան վստահ եմ, որ հագահարվածը լինելու է։ Անցած նախորդ պատերազմի ժամանակ եւս եղավ։ Մենք տեսել ենք նման դեպքեր Քաթարի ավիաբազային, այո, նախապես զգուշացրել էր։ Նախապես զգուշացրել էր։ Այնտեղ փաստացի ամերիկացիներից ոչ ոք չկար։ Այո, բայց ամենայն դեպս տուժեց ռազմաբազան, փաստացի նաև ցույց տվեց, որ եկած ժամանակը մենք մեր շահերը պաշտպանող ենք։ Արաղչին հայտարարում է, որ Իրանի համար ուրանի հարստացումը արժանապատվության հարց է։ Միացյալ Նահանգների պահանջն էլ ուրանի հարստացումից հրաժարվելն է։ Հիմա ըստ էության ստացվում է, որ ինչի շուրջ են բանակցում, եթե երկու կողմերի համար էլ խնդիրը սկզբունքային է, ստացվում է գործարք հանուն գործարքի։ Դե տեսեք, շատ լավ հարց եք տալիս, այստեղ շատ լուրջ հակասություն կա։ Երբ որ մենք հղումը տալիս ենք Օմանի, հա, Մասկատում տեղի ունեցող բանակցությունների վերջին Ուիտկով Արաղչի, այնտեղ այո հստակ կա ձևակերպվում, որ Միացյալ Նահանգները տալիս է իր պատկերացումը առայն միջուկային ծրագրերից հրաժարվում, իրանական կողմը ասում է, որ բացառվում է նման մոտեցումը։ Հետևաբար այստեղ գալիս է հակասություն, լուրջ հակասություն։ Հետևաբար այստեղ չկան սուր ծայրերը հարթեցնելու որևիցե գործիք, ստացվում է, որ հենց հիմա այսպես կոչված կարելի ասել սառը պատերազմի փուլում են։ Այսինքն, երբ որ չկա ռազմական գործողություններ, բայց սպառազինությունների մրցավազքի նման մի բան է, երբ որ ամբողջ Պարսից ծոցը հենց հիմա ավիակիրներով ամերիկյան բազայի ներկայացուցիչները հիմա ատամները սրած սպասում են հրահանգի, պետ դեպի հրահանգին եւ իրանական կողմը որպես պաշտպանություն պատրաստակամություն է հայտնել, որ ցանկացած պահի հարվածի դեպքում կլինի հագահարվածը։ Հիմա այս պահին մենք տեսնում ենք, որ սառեցված իրավիճակ է։
այս պահի դրությամբ, բայց ցանկացած պահի ես ձեզ վստահեցնում եմ, որ կարող է ռազմական գործողություններ տեղի ունենալ։ Ինչ պահի դա կարող է սկսվել։ Եթե այդուհանդերձ Միացյալ Նահանգների կողմը ավելի քան վստահ լինի, որ հարված հասցնելով ռազմական ստրատեգիական կարևորության նշանակության օբյեկտների վրա իրանական կողմը այդուհանդերձ կհանդուրժի եւ այլևս ստիպված կլինի համաձայնության գալ։ Բայց նաեւ իրենք ինչ որտեղ գիտակցում են, որ իրանական կողմը անգամ եթե միջուկային օբյեկտների վրա հարված լինի, իրենք ծրագրից չեն հրաժարվելու։ Եվ այստեղ նրանք գիտակցում են եւ ենթադրում են, որ Միացյալ Նահանգների ղեկավար կազմին հասկացնում են, որ Իրանը համենայն դեպս Վենեսուելան չի։ Իրանային պետությունն է, որ մաքսիմալ փորձեք հնարավորինս դիվանագիտական խողովակներով հարցի լուծում գտեք, որտեղ պատերազմը բավականին բարդ է լինելու նաև ձեր համար։ Եւ եթե դա արդեն ընդհուպ մինչև Իրանի տարածքի մեջ կարող է լինի պատերազմը, բայց արի ու տեսեք, որ տարածքում 4-ից 5 միայն ամերիկյան ռազմաբազաներ կան, որոնք որ կարող են ուղիղ թիրախի տակ հայտնվեն։ Հայաստանը այս իմաստով Հայաստանի վրա դա ինչպես կարող է անդրադառնալ։ Դե տեսեք, առաջի հիմնական մտահոգությունը, որպես այդպեսին մեր եւ ձեր կարող է լինի պատժամիջոցները, որովհետեւ գիտեք, մենք կենսական շահերով հարաբերվող երկրներ ենք, բացի այն, որ եղբայրական եւ բարեկամական երկրներ ենք, մենք գիտեք, կենսական շահեր մեկը մյուսին սպասարկող երկրներ են, ու քանի որ Իրանի հանդեպ կիրառվում է պատժամիջոցներ եւ առավել եւս այն երկրների, որոնք Իրանի հետ առևտրական հարաբերություններ ունեն, առաջի մտահոգությունը հենց պատժամիջոցների արդյունքում Հայաստանը եւս չենտարկվելն է այդ պատժամիջոցները, ես կարծում եմ, որ այսօր հատկանշական նաև Վենսի այցելությամբ եւ ես կարծում եմ, որ այդ հարցը եւս քննարկման կտնեն, եթե հայկական կողմը դիվանագիտորեն մոտենա այդ հարցին, ես կարծում եմ, որ բացառություններ, որպես այդպեսին կլինեն Հայաստանի համար, որպեսզի նման պատժամիջոցների առաջ Հայաստանը չկանգնի։ Իրանի պաշտպանության նախարարի զգուշացումները Ալիևին Բաքվում, սա ինչ է կարծում ուժային ուղերձ է, թե իսկապես նախազգուշացում։ Նախազգուշացում ուղերձ, կարելի է հենց այդպես էլ ձևակերպել, եւ ուղերձ էր եւ նախազգուշացում։ Ինչի մասին էր այդ ուղերձը։ Այն մասին էր, որ գիտեք, եթե դիվանագիտական պարամետրերը բացենք ճագերտները, ապա ստացվում էր, որ որից է վերկերպ հանգարց ադրբեջանական տարածքը, օդային ցամաքային տարածքը հանգարց չպետք է օգտագործվի Իրանի դեմ որևիցե կերպ, ընդ որում իրենք լավ հասկացան, ադրբեջանական կողմը լավ էլ հասկացավ սիգնալը եւ տվեց համարժեք պատասխան, որ բացառվում է, որ ամենայն դեպս Ադրբեջանի տարածքից որևիցե նախորդ պատերազմի ժամանակ էլ Ալիևը վստահեցնում էր, որ նման բան չի եղել եւ իրանական կողմը վստահեցրեց, որ նաեւ փաստեր ունեն, բայց չհրաբարակեց, հետեւաբար լուսանկար էին հրապարակել Կասպից ծովի։ Հա, բայց կարծես այդ հարցը լուծում գտավ, այդ ավելի շատ չխորացրեցին այդ խնդրումը, բայց իրականում այդտեղ կար լուրջ խնդրեմ, այսպես ասած աչքափակ արեցին եւ կարծում եմ, որ իրանական կողմը այս անգամ հենց սիգնալը նրա մասին էր, որ երկրորդ անգամ կարող է եւ չներեն։ Եթե Ամերիկայի բարձրագույն ղեկավարությունը հերթով տարածաշրջանի երկրներ է գնալու, նախ Երևան, այնուհետև Բաքու է մեկնելու, Վենսի մասին է խոսքը։ Բացի երկկողմ օրակարգից, կարծում եք, որ Իրանի թեման եւս լինելու է քննարկումների առանցքում։ Ավելի քան վստահ եմ, որովհետև տեսեք, նման բարձրաստիճան ղեկավարի այցելությունը Հայաստանը, որ շատ դեպքերում աննախադեպ այց էր, չի կարող չընդգրկել նման հարցեր, ինչպես Իրանի հետ կապված, որտեղ անմիջապես մենք հարևան ենք եւ ռազմավարական համագործակցության այս ինտենսիվ հարաբերությունների համատեքստում ես ավելի քան վստահ եմ, որ նրանք որպես Հայաստանին դիտարկելով այլևս պարտներ երկիր, Միացյալ Նահանգները իր դիրքորոշումը կուզենա հայտնել եւ դիրքորոշում լսի տվյալ դեպքում օրինակ Իրանի հետ օրինակ հավանական պատերազմի ժամանակ Հայաստանի ընդ որում նաև դերակատարության կամ չեզոք կամ մասամբ մասնակցության կամ որպես այդպեսին դիրքավորման տեսանկյունից։ Ես ավելի քան վստահ եմ, որ եթե անգամ փագուղի չմտցնեն, հա, որոշ ճնշումներով, այդուհանդերձ Վենսի դելեգացիան այդ մասին կխոսի եւ կփորձի հայկական կողմի ակնկալիքները, սպասելիքները եւ արդյոք պատրաստակամությունը եւ ինչպիսի պատրաստակամությամբ հանդես կգա հայկական կողմը, եթե Իրանի հանդեպ բացի այն, որ նշեցի պատժամիջոցներից ռազմական օրինակ գործողություններ տեղի ունենա։
Դուք որպես փորձագետ, վերլուծաբան, առաջիկա մեկ շաբաթվա կտրվածքով ինչ որ բան կանխատեսում եք Իրանի շուրջ զարգացումների համատեքստում։ Տեսեք, կանխատեսելը այսպես է, անշնորհակալ գործ է, բայց իհարկե անլուրջ է մի քիչ բան, բայց երբ որ մենք համադրում ենք իրադարձությունները, զարգացումների հավանական սցենարը, առանց կոնսպիրոլոգիական տեսությունների, հա, դիտարկում ենք, որ այո, չի բացառվում, որ ռազմական ինչ որ մի պա կարող է դեմոնստրատիվ թեբետ կարող է, այսինքն ոչ անմիջապես լայնածավալ հսկողությունը դուրս գա։ Այո, ինչպես տեղի ունեցավ Իսրայելի պարագայում, հա, այսինքն մի քանի օրանոց ինչ որ պատերազմ կարող է տեղի ունենա, չի բացառվում։ Այստեղ ինչ է կարծում Միացյալ Նահանգներին երկարաժամկետ պատերազմը ձեռնտու է։ Ոչ, իհարկե ոչ, իհարկե Ինչու՞։ Նախ Իրано-իսրայելական հայտնի դրոնային պատերազմից հետո առավել եւս երբ որ իրանական կողմը կարողացավ իր սեփական, հա, Starlink-ից հրաժարվելով անգամ իր սեփական ցանցը ապահովել եւ կարողանալ ամբողջ մալուխային կապից դուրս գալ եւ իր սեփականը ունենալ եւ ընդ որում այդ ծանր դասերից դուրս գալ բավականին պատվով եւ հետեւություններ արած, ես կարծում եմ, որ նրանք դիտարկում են, որ սա անգամ այն Իրանը չի, որը որ 1 տարի առաջ էր, որի հետ կարելի էր խոսել անմիջապես պատերազմի լեզվով, սպառնալիքի լեզվով։ Ես ավելի քան վստահ եմ, որ եթե իրենք կարողանային հիմա այս դեմոնստրատիվ ուժի ցուցադրումը, որ կա Պարսից ծոցի ավազանում, հիմա այդքան չէր ձգձգվի։ Հասկանում եք։ Նկատի ունեք Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի զորավարժանքը։ Նաեւ այդ առանցքում, եթե հարցը դիտարկում ենք, որովհետեւ այս պարագայում դերևս նաեւ հարց է, թե Ռուսաստանը եւ Չինաստանը ինչպիսի մասնակցություն կունենան, որովհետեւ այստեղ արդեն ուժի սպառնալիք է տեղի ունենում անմիջապես դաշնակից պետության եւ անմիջապես իր տարածքի, իր ծովային տարածքի մեջ։ Իսկ դա մի փոքր փոխում է այլ պատկերը, հասկանում եք, եւ այստեղ է որ ամերիկյան կողմը մինիմում դիտարկում է, որ խնդրեմ կունենա նաեւ մեկ այլ պետությունների հետ, որոնք տվյալ դեպքում դաշնակից են եւ ունեն դաշնակցային պարտավորություններ։ Բայց այդուհանդերձ անգամ եթե այդ համատեքստում հարցը չդիտարկենք, միևնույն է գալիս ենք այլի այն կետին, որ Իրանին այս պահին թերագնահատելը ամենասխալ բանը կլինի, որտեղ բավականին դասեր են քաղել նախորդ պատերազմի արդյունքում։ Իսկ Հայաստանը ինչպես պետք է դիրքավորվի նման իրավիճակներում։ Հայաստանին միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ ձեր եթերում, միշտ ասել եմ, որ Իրանը մեզ պետք է կայուն Իրան, մեզ պետք է կանխատեսելի Իրան, վայրի վերումներ չլինեն, ներքաղաքական այսպիսի ինտրիգները, որի ականատեսը դարձանք, համենայն դեպս դա լավ բանի չի տանի, մեզ պետք է որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը անմիջական պատերազմի մեջ չհայտնվի։ Դա ես նորից եմ, ոնց որ հիմա Իրանի Իսլամական Հանրապետության համար Հայաստանի հետ պետական սահմանը, դարավոր պատմական սահմանը եւ ընդհանրապես Հայաստանի գոյությունը իր հյուսիսային անվտանգության բաղադրիչն է, իրենց ազգային անվտանգության բաղադրիչն է եւ իրենց դոկտրինի մեջ նաեւ դա գրված է, այդպես էլ մեր համար պետք է լինի Իրանի ամբողջականության պահպանումը, Իրանի հանգարց չմասնատման այդ ռիսկը, որը որ կա, խոսել ենք այդ մասին։ Նույնիսկ սկզբունքային համար։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Իրանի շուրջ զարգացումների մասին մենք խոսում էինք միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։